Քիչ առաջ կառավարության նիստում ընդունվեց 2025 թվականի կառավարության գործունեության արդյունքների մասին զեկույցը եւ ես ուզում եմ ձեզ ներկայացնել այդ զեկույցի կարճ նախաբանը եւ 1-2 մեկնաբանություն։ Իսկ զեկույցը հետեւյալն է, նախաբանը 2025 թվականը Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օրացուցային տարին է, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել։ 2025 թվականը անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի քաղաքացիների արտագաղթը վերափոխվել է ներգաղթով։ Արձանագրվել է բարձր տնտեսական աճ 7.2%, ինչի արդյունքում 2021-ից 25 թվականներին ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7.9%։ Հիշեցնեմ, որ մենք խոստացել էինք տարեկան միջինում 7% տնտեսական աճ։ Հաջորդ նրբությունը, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, հետևյալն է, որ 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են 135%-ով, այսինքն կրկնակի ավելացել են պլյուս 35%։ Եվ բնական հարց կծագի, բա ուր են այդ եկամուտները, ինչ են եղել։ Եղել է հետևյալը, Հայաստանի Հանրապետությունում այսօր կան 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում կան 700,000 եւ ավելի դրամ ստացող զինվորներ, առողջապահության ֆինանսավորումն է էականորեն ավելացել, կրթության ֆինանսավորումը, գիտության ֆինանսավորումը, գիտության ոլորտում ընդհանուր մինչև 300%-ի աշխատավարձերի ավելացում է տեղի ունեցել, բայց այսօր ընդամենը զեկույցի նախաբանն է ուզում ներկայացնել եւ արձանագրել, որ առաջիկայում 2025 թվականի գործունեության զեկույցի մասին խոսելու առիթներ թերևս էլի կունենանք եւ այս եւ բազմաթիվ այլ փաստերի մասին լրացուցիչ կխոսենք։ Լավ եղեք։